Հարգելի լրագրողներ, շնորհակալ եմ, ուզում եմ ձեր միջոցով հայտարարություն անել եւ դիմել ազգային ժողովի բոլոր падգամավորների մասին տեղեկացնել մեր հանրությանը։ Ուրեմն ունենք նման խնդիր, ունենք ազգությամբ եզդի Հայաստանի Հանրապետության քաղաքացի տղա, ով 27 տարին լռնալուց հետո 2025 թվականին վերադարձել է Հայաստան, որպեսզի վճարի 8 միլիոն դրամ եւ ծառայի 1 ամիս, այսպիսով կատարի իր պարտավորությունը, բաց թողած ծառայությունը լրացնի ծառայելով, սակայն օրենքը նրան թույլ չի տվել անցնել պարտադիր զինվորական ծառայություն, որտեղ 2025 թվականին դեռևս այդ պահին գործող օրենքով սահմանվում էր, որ օրենքից կարող են օգտվել այն անձինք, ում 27 տարին լրացել է օրենքի ընդունման պահին, այսինքն 24 թվականին։ Դրանից հետո մենք 2026 թվականի հունվարին փոխել ենք եւ այդ կարգավորումը հանել ենք, ով երբ դառնա 27 տարեկան, կարող է վերադառնալ, ծառայել եւ կամ վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Սակայն այս տղան 2025 թվականի դեկտեմբերից գտնվում է կալանքի մեջ անազատության մեջ եւ իր պատիժն է կրում արդեն 7 ամիս ժամկետով։ Հիմա այդ տղաները, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, իր նույն տարիքում գտնվող հնարավորություն ունեն վերադառնալ, վճարել կամ ծառայելով մարել իրենց պարտքը եւ չդատապարտվել, բայց այս տղան եւ նրա նման եւս 16 տղաներ չեն ունեցել հնարավորություն ծառայությունով մարելու իրենց պարտավորությունը եւ այսօր գտնվում են կալանքի մեջ անազատության վայրում։ Ես սրա մասով նաեւ տվյալ քաղաքացու եղբայրը դիմել է վարչապետին քարոզարշավի ժամանակ, ես կազմել եմ օրենքի նախագիծ, ըստ որի բացի հետախուզվողներից նաեւ կալանքի մեջ գտնվող տղաները կարող են օգտվել այս կետից, այսինքն ծառայելով մարել իրենց պարտքը եւ ազատվել պատժի հետագա կրումից։ Հիմա կառավարությունում հարցը ստացել է դրական եզրակացություն, բայց չի ներառվել այս արտահերթ նիստերի օրակարգում Անդրանիկ Քոչարյանի դեմ կարծիք ունենալով պայմանավորված։ Ես սրա մասով, սրա համար ես հիմա խնդրում եմ ազգային ժողովի падգամավորներին ստորագրել, ես հիմա ստորագրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել եմ, ես ստորագրահավաք եմ անում, խնդրում եմ իմ գործընկեր падգամավորներին միանալ, որպեսզի մենք կարողանանք արտահերթ նիստ անել այս հարցը քննարկելու համար, մեր մյուս արտահերթ նիստը ավարտվելուց հետո, այսինքն վաղը մենք ունենք արտահերթ նիստ, դրա ավարտվելուց հետո եւս մեկ նիստ գումարենք եւ այս հարցը լուծենք։ Սա հնարավորություն կտա մեր տղաներին, ովքեր 16 տղաներին, ովքեր այսօր գտնվում են անազատության մեջ, կոնկրետ այս տղան 6 ամիս, 7 ամիս ժամկետով արդեն անազատության մեջ է, կկարողանա ծառայությունով իր պարտքը մարել եւ այսպիսով ազատվել պատժի հետագա կրումից, ինչը նաեւ բխում է արդարության վերականգնման սկզբունքից եւ ինչու եմ սա համարում, որ պետք է արտահերթ արվի, որովհետեւ եթե չանենք արտահերթ, այս հարցը դուրս կմնա այս ազգային ժողովի օրակարգից եւ հնարավորություն չենք ունենա այն ընդունել։ Ես եւս մեկ անգամ խնդրում եմ եւ մեր քաղաքացիներին, ովքեր կողմ են եւ մարդասիրական թե պետական շահի առումով կողմ են նախագծին, խնդրեմ, որպեսզի տարածեն եւ ուղարկեն իրենց ծանոթ падգամավորներին, խնդրելով, որպեսզի նրանք նույնպես ստորագրեն եւ միանան այս ստորագրահավաքին, որպեսզի հնարավորություն լինի հարցը լուծել։ Ինչով եք զբաղվելու падգամավոր չլինելուց հետո։ Ես դեռ չեմ որոշել, բայց որոշ ժամանակ ամեն դեպքում պետական պաշտոններ զբաղեցնելու ցանկություն չունեմ։ Առաջարկներ կան։ Ես ցանկություն չունեմ։ Բայց առաջարկ եղել է մեր Ճիշտն ասած, ես այդ թեման չեմ էլ բացել, այնպես որ ես 8 տարի արդեն աշխատում եմ ազգային ժողովում, ունեմ տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կատարվել են, ես իմ աշխատանքից գոհ եմ, հիմա կցանկանամ մի փոքր հանգստանալ։ Չէ, ես ուղղակի ցանկություն չունեմ, արդեն ասացի, որ 8 տարի աշխատում եմ ու ինտենսիվ, ունեցել եմ բազմաթիվ նախագծեր, ցանկանում եմ հանգստանալ։ Դիմադի դառնանք։ Նման ցանկություն չունեմ։ Սարգսյան, ինչպես եք վերաբերում, որ Ալեն Սիմոնյանը չընտրվեց ԱԺ նախագահ։ Նորմալ եմ վերաբերվում վարչության որոշմանը։